Գեղարքունիքի մարզի և ֆրանսիական իզերի դեպարտամենտի միջև մշակութային գործակցությամբ Գավառ քաղաքում Պարի փառատոն է անցկացվում։ 14 խումբ ներկայանում է ժամանակակից պարերով։ Արդեն 6 տարի հայ պատանիների հետ աշխատում են ֆրանսիական Հալե Էգայան պարախմբի մասնագետները։ Համատեղ փորձում են ավանդական պարերին զուգահեռ զարգացնել նաև ժամանակակիցը։ Համույթի պարուսուցիչների այցերը տարեկան 3 անգամ են, որոնց ընթացքում երրորդյա մաստեր կլաս են անցկացվում ավելի քան 30 երիտասարդների հետ։ Ամեն տարի ծրագրի շրջանակներում շուրջ 100 երեխա և երիտասարդ մասնակցում են ժամանակակից պարի աշխատարաններին և ուրախ են տեսնելու արձանագրելու Գեղարքունիքի և իզերի դեպարտամենտի համագործակցված աշխատանքի արդյունքը։ Տեղացի ընկերներիցս մեկին հարցրի. «Ինչ է քեզ համար այս գործակցությունը»։ Ասաց. «Այս գործակցության մեջ դու ֆրանսիացի չես, ես էլ հայ չեմ, երկուսս էլ պարող ենք։ Սա միջոց է համախմբվելու ոչ թե բառերի մակարդակով՝ ես սիրում եմ հայերին, ես սիրում եմ ֆրանսիացիներին, այլ մշակութային երկխոսությամբ, գիտելիքներ փոխանակելով»։ Ժամանակակից պարերի դասավանդման ծրագրում ընդգրկված են մարզի արվեստի դպրոցների պարախմբերը և ֆրանսերենի ուսուցման խմբակների սաները։ Փառատոնին նրանց են միացել պարողներ նաև Սյունիքի մարզից։ Պարախմբերից շատերը սիրողական են և ձևավորվել են մշակութային նախաձեռնության շրջանակում։ Միջոցառման մասնակիցները բացահայտում են ոչ միայն այլ ազգերի, այլև Հայաստանի տարբեր մարզերի պարի ավանդույթները։ Այսպիսի միջոցառման անցկացումը Գավառ քաղաքում ոչ միայն հայ-ֆրանսիական հարաբերությունների, բարեկամական կապերի ամրապնդմանն է նպաստում, այլ նաև տարբեր համայնքների, մարզերի միջև կապի ստեղծմանը եւ շատ ուրախալի էր, որ մենք նաև մեր քաղաքում հյուրընկալել ենք Գորիսի մեր երեխաներին, սա նաև հնարավորություն է, որպեսզի մեր երեխաները ազատ ժամանակ անցկացնեն Գավառում, ծանոթանան մեր քաղաքին, պատմությանը։ Երկօրյա փառատոնի բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր, իսկ լավագույն երկու պարախմբի խրախուսում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն ու Գավառի համայնքապետարանը։ Անահիտ Կարեյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։